Ամեն տարի այսօրը հավաքվում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու, հավաքվում ենք վերստին վերհիշելու այն ամեն ինչը, որ ապրել է մեր ժողովուրդը, այն կորուստները, որ ունեցել ենք մեր ժողովրդի զավակները, եւ որի արդյունքում նաեւ կանգնեցվել է մեր ժողովրդի բնականոն աճն ու զարգացումը։ Յուրաքանչյուր հայ մարդու համար այսօրը նաեւ հերթական անգամ խոսելու նրանց մասին եւ արժևորելու այն մեր բոլոր անմեղ նահատակների հիշատակը բարձր պահելու պահն է։ Պարզապես ամեն տարի այսօրը հավաքվելով, պարզապես վերհիշելով 1915 թվականի նախորդող 1915 եւ 1915 թվականից հետո եկած իրադարձությունները եւ մեր ժողովրդի ունեցած մեծ կորուստները պարզապես մեծ ցավ է սապրում։ Իսկ ցավը պետք է հաղթահարես, երբևիցե այն չկրկնելու, երբևիցե չպարտվելու մղումները պարզապես պետք է լինի առաջնահերթություն։ Փոքր տարիքից իմ հուշերում կա, որ դպրոցահասակ տարիքից այսօրը հենց ապրիլի 24-ին մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում մեր անմեղ զոհերի հիշատակին։ Եվ այսօր էլ նույն խորհուրդը ուներ, մենք առավոտյան ժամը 10-ից հավատավոր ժողովրդով մեր Տեր հայրերի գլխավորությամբ Սուրբ Ներսերի շնորհալի եկեղեցուց շարժվեցինք բաց խորանի մոտ, որտեղ տեղակայված է նաև հուշահամալիրը նվիրված անմեղ զոհերի հիշատակին ու մատուցվում է Սուրբ Պատարագ նվիրված հենց անմեղ զոհերի հիշատակին։ Մեզ պակասում է, որ մենք համախմբվենք մեր ընդհանուր վշտի, մեր մշակույթի շուրջ ու չմոռանանք այն, ինչ կատարվել է 110 տարի առաջ, եւ մեր ինքնությունը պահելու համար մենք պետք է ամուր պահենք մեր լեզուն, մեր մշակույթը ու ավելի շատ սիրենք մեկս մյուսի։